Փետրվարի 27-ին Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում մարզպետ Արթուր Նալբանդյանը հրավիրել էր հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Նիստի սկզբում նշվեց, որ Լոռու և Տավուշի մարզերի համար նախատեսվել է սոցիալական աջակցություն պիլոտային ծրագիրը։ Մարզպետ Արթուր Նալբանդյանը հանձնարարեց ներկայացնել բոլոր այն դպրոցներն ու բուժհաստատությունները, որոնց աշխատակիցները իրենց աշխատավարձերը ստանում են բանկային համակարգով։ Մարզի ղեկավարը նշեց, որ համակարգից օգտվելով մարզում նվազում են նաև կոռուպցիոն ռիսկերը։ Լոռու մարզի զարգացման ծրագրերի համար ստեղծվել է մարզային հանձնաժողով և ոլորտային աշխատանքային խմբեր, որոնք պետք է զբաղվեն համապատասխան ոլորտին վերաբերվող հարցերով և զարգացման ծրագրերով։ Արթուր Նալբանդյանը կարևորում է ոչ միայն ոլորտային աշխատանքային խմբերի դերը, այլև հասարակական կազմակերպությունների ներգրավումը այդ աշխատանքներում։ Մենք վերջերս խոսում էինք ոլորտային քննարկումների մասին, այդպես էլ մեր սրտով տեղի չունեցավ ոլորտային քննարկումները այն ձևով, որ մենք էինք ցանկանում։ Մյուս տարվանից արդեն պետք է մարզի քառամյա զարգացման ծրագիր մշակենք։ Մենք եթե այսօր չունեցանք ոլորտային աշխատանքային խմբերի ստեղծած այդ զարգացման ծրագրերը, մենք ինչ հիմքով ենք գնալու, որ հաջորդ 4 տարվա ծրագիրը մշակենք։ Վերջը պիտի հիմք ունենամ, չէ՞։ Մարզի ղեկավարը կարևորում է նաև պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների հարցը։ Նշվեց, որ համայնքներում չի գործում դպրոց-համայնք համագործակցությունը, այստեղ կա նաև ոստիկանության հետ աշխատանքի անհրաժեշտություն։ Համայնքի ղեկավարը ինչ անում, զանգում է դպրոց, պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաներ ունեք, թե չունեք։ Դպրոցում կարևորը ֆինանսավորումն է, աշակերտ թվով ֆինանսը ստանում է, նա շատ ազատ կարող ասի, չէ, չունեք։ Համայնքն մեզ ուղարկում է, որ մեր համայնքում պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխա չունենք։ Դրա համար պատահական չեմ ասում, որ ոստիկանության հետ էլ պետք է համատեղ աշխատենք։ Արթուր Նալբանդյանը նշեց, որ եթե կան երեխաներ, որոնք դուրս են մնացել պարտադիր ուսուցումից, իսկ խնդիրը կրում է սոցիալական բնույթ և համապատասխան համայնքապետը չի աջակցում նման երեխաներին, ապա մարզպետարանը պատրաստակամ է աջակցել այդ ընտանիքներին, երեխաներին ապահովելով համապատասխան հագուստով և գրենական պիտույքներով։ Չեմ ընդունում միակ բանը, որ երեխան հնարավոր է սոցիալական վատ վիճակի պատճառով պարտադիր ուսուցումից դուրս մնա։ Լավ, եթե այդ համայնքում տասնյակ կամ հարյուրավոր երեխաներ չեն, ընդամենը մի կամ երկու ընտանիք կարող է լինել։ Համայնքի վիճակի չի օգնելու, եթե նույնիսկ համայնքի վիճակի չի, մենք փառք Աստծո ի վիճակի ենք տվյալ ընտանիքին ձեռք մեկնենք, որպես ինքը իր գրենական պիտույքը եւ հագուստը ձեռք բերի ու դպրոց հաճախի։ Եթե սա սոցիալական բնույթ է կրում երեխայի դպրոց չհաճախելը, ուրեմն ամոթ է մեզ։ Մարզպետը խոսեց նաև մարտի 8-ին կայանալիք միջոցառումների մասին, նշելով, որ մարզում կան կանայք, ովքեր մեծ ավանդ ունեն մարզի զարգացման գործում, նրանց պետք է պահել ուշադրության կենտրոնում։ Եվ շատ կարևոր է այստեղ տարիքային սահմանափակում չլինի, որպեսզի մենք կարողանանք նաև համախմբենք մի հարկի տակ այն մարդկանց, առանց անկախ տարիքից։ Ունենք երիտասարդներ, ովքեր ոչ պակաս աշխատանք են տանում եւ ինձ թվում է, որ նրանք համատեղ մի հարկի տակ հավաքվեն, կողոքեվորվեն էլ ավելի եւ գոնե փորձի փոխանակություն կլինի։ Մենք էլ առիթ կունենանք այդ մարդկանց մեկ անգամ եւս գնահատելու եւ շնորհավորելու մարտի 8-ին։ Տոնի կապակցությամբ հատուկ ուշադրության կարժանանան նաև զոհված ազատամարտիկների կանայք և մայրերը, ինչպես նաև պատերազմի վետերան կանայք։ Մարզպետը հանձնարարեց շրջաբերականներ ուղարկել մարզի բոլոր դպրոցներ, որով ևս մեկ անգամ կզգուշացվի տոնի հետ կապված դրամահավաքությունը բացառելու մասին։ Բոլորին մի անգամ ևս զգուշացնում եք շատ խիստ։ Մարտի 8-ին, եթե մի դպրոցում դրամահավաքության բանը նկատվեց, այդ դպրոցի տնօրենը չի աշխատում։ Մարտի 8-ը գալիս է այս խեղճ ծնողները խառնվում են իրար, չգիտեն իրենց թվում է թե պարտավոր են մի բան անել։ Արթուր Նալբանդյանը խոսեց նաև այն խնդրի մասին, որ որոշ համայնքապետեր հողի հարկի և գույքահարկի խնդիրները կապում են առաջիկայում կայանալիք ընտրությունների հետ, ավելացնելով, որ կային համայնքներ, որոնց համայնքապետերը և ավագանու անդամներն իրենց ազատում են գույքահարկից։ Վերցնում են իրենց ավագանիներին և համայնքի ղեկավարը իրեն ամոթել է։ Գույքահարկից ազատում կամ հողի հարկից ազատում։ Մարդը ընտրվել է ավագանի, որ իրեն գույքահարկից ազատի, հասկացանք օրենքը թույլ է տալի։ Բայց բարոյական չի, չէ։ Մենք գնում ենք այն անապահով մարդկանցից հողի հարկը հավաքում, որ ավագանին իրեն ազատի։ Գույքահարկից։ Ես արդեն
ինֆորմացիա ունեմ, որ որոշ համայնքի ղեկավարներ իրենց թվում է թե կարելի է հողի հարկը կամ գույքի հարկը կապել ընտրությունների հետ ու դրանով չզբաղվել։ Մարզում սպորտը զարգացնելու եւ համայնքների միջև կապն ամրապնդելու համար կկազմակերպվի մարզպետի գավաթ սպորտային մրցաշարը վոլեյբոլ, միլի ֆուտբոլ եւ սեղանի թենիս մարզաձևերից, որին կմասնակցեն նաեւ խոշոր համայնքներից ժամանած թիմեր եւ հենց ինքը մարզի ղեկավարը։ Տաթևիկ Ղազարյան, Ժան Գալստյան, Միք հեռուստաընկերություն։